բնակիչը չէ իր դրախտավայր հայրենիքի։ Ոչ մի հայ աշխարհ չի գալիս միայն ապրելու, զավակներ ունենալու համար։ Հիշեք եւ տրոշմեք ձեր հոգիներում։ Յուրաքանչյուր հայ նախ եւ առաջ զինվոր է ու մարտիկ։ Իսկ զինվորը միայն մի սուրբ պարտականություն ունի իր ժողովրդի ու Աստծո առաջ։ Կռվել ու հաղթել ոսոխին։ Կռվել ու ոչնչացնել ոսոխին մինչև վերջին հրոսակը, մինչև վերջին թշնամին։ Ու թեև մեզնից խլել են առյուծաբնակ մեր երկրամասերը, բայց հայ էությանը հատուկ առյուծությունը կա ու կմնա։ Սպանվում է առյուծը, առյուծությունը երբեք։ Մեր թշնամին անխնագոտորում է մեզ ու հետն էլ անամոթաբար հայտարարում է աններողամտությունն ու դաժանությունը հանգեցնում է լավ հետևանքների։ Դե ուրեմն մենք էլ կլինենք նրանցից դաժան ու անողոք։ Չենք խնայի ոչ մի բան, կկոտորենք առանց խնայելու, առանց խղճի խայթի, կհարձակվենք Թուրքի վրա գիշերը և այս գիշեր նրա համար կդարձնենք իրական դժոխք։ Վայ նրան, ով արժանացավ հայի ցասումին։ Իմացեք, հայրենի հողի նվիրալ պաշտպաններ։ Առաջին բանը, որ պետք է մտածի թշնամին, որ ինքն այլևս պարտված է, նա պետք է հանկարծակի գա և հասկանա, որ ոչ միայն հաղթելու, փրկվելու հույս չունի արդեն։ Թուրքը ռազմիկի ոգի չունի։ Նա հարձակվում է, երբ բազմամարդ է, ու փախչում է, երբ կողքինն է փախչում, բայց նահանջած թշնամին մի օր կրկին հարձակվելու է։ Հենց դրա համար մենք նրան նահանջի ճանապարհ չենք թողնելու։ Յան ինչ ենք կռվում Թուրքի դեմ։ Այս աշխարհում ինչ է։ Երկուսիս համար տեղ չկա։ Նիտով էր։ Անունդ ինչ է։ Պողոս։ Անունդ ինչ է։ Մորթը եմ շշում։ Արի, ստացի ասում։ Արի։ Հանգիստ, Պողոս, հանգիստ արի են կողմ։ Հայասողի հերն եմ անիցել, հա։ Դե խոսա է։ Անունդ ինչ է։ Մելքոն։ Որտեղից ես Մելքոն։ Դարպասցի եմ։ Քանի տարեկան ես։ Ինչի։ Էդ ինչ կապ ունի։ Իրավացի ես։ Ինչ կապ ունի թե մարդ որ տարիքում կզովի հայրենիքի համար։ Երար ինտական, թուրքի հետ աղբերություններ անեմ։ Ինչի։ Թուրքը չի կարա աղբեր լինի։ Մարդ ենք էլի սաղասել։ Բայց աղբերդ չպիտի թալանի քեզ։ Եթե իրապես եղբայրը։ Չպիտի քանդի քո վանքերն ու եկեղեցիները, եթե իրապես եղբայր է։ Չպիտի գողարը հանդում արածող քահանասունին, եթե իրապես եղբայր է։ Կա այստեղ մեկը, որին ծանոթ չեն Թուրքի ու թաթարի ոտնձգությունները։ Կա այստեղ մեկը, որ ինձ կարող է բացատրել, թե ինչու է մարդկությանը ոչ մի արժանիք չմատուցած թուրքը, ներխուժել մեր հողը և մեզ ուզում է բնաջնջել։ Եթե կա այդպիսի մեկը, ես առաջինը վայր կդնեմ զենքս։ Դու գիտես, որ մեծագույն պոետ Դանիել Վարուժանին թուրքերը կախել էին ծառից ու ողջ մաշկը կերտում էին։ Եվ ընդհանրապես, գիտեք, թե ինչ է նշանակում թուրք։ Գիտեք ուրեմն, թուրքը թրի հոգնակին է, բազմաթիվ թրեր, մխրշված հայի սիրտը։ Գնա Մելքոն, գնա,
աղբորդ մոտ։ Ինչ ունես վախենալու։ Չէ որ եղբորը մոտ զենքով չեն գնում։ Հրամանատար։ Հրացանս տուր։ Կյանքս քեզ ղուրբան։ Ոնց կասես տենց էլ կկրվեմ։ Ու թուրքի գյուլվից էլ կգնամ։